Փառքնեժդեհին եւ ազատություն ապստամբ արժանապատիվ սասնածռերին։ Տարածաշրջանից եմ խոսելու եւ շատ հետաքրքիր իրավիճակ է եւ ասեմ անկանխատեսելի։ Էսի իրավիճակ է, որ այսինքն որից մեկ չէր պատկերացնում, որ բանը կհասնի այսօրվա։ Եվ իսկապես այս իրավիճակը լիովին համընկնում է համաշխարհային պատերազմի իրավիճակի, թե նրա թեկուզ ստվերային մասնակցության պետությունների քանակի, ներդրված միջոցների, օգտագործված զինամթերքների քանակի, չգիտեմ, ծավալների, իսկապես զոհերի քանակի, սա սարսափելի, սա նամանավանդ երբ որ ավելացավ Իրան-իսրայելական կամ ամերիկյան հակամարտությունը ու այս ընդհանուր ֆոնի վրա մեր պետության այսպես ուղղակի անգլուխ այս երկու ալիքների այս բախման կետում անգլուխ սենց մնացել ենք ջուրը հանում է վերև իջեցնում է, հանում է վերև իջեցնում է, բայց պատահում է որ գետը գերան է բերում էլի, ասենք ու մենք այդ գերանից չենք օգտվում։ Ինչի մասին եմ ուզում խոսել։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան սկսել են իբր, ես մինչև հիմա դեռ իբր եմ ասելու, ռուս-թուրքական հակամարտությունը, որովհետև բոլշևիկյան իշխանությունների գալով Ռուսաստան, թուրքերն ու ռուսները մինչև ըստ պատմաբանների, որքան գիտեմ 22 պատերազմ է տեղի ունեցել ռուսների եւ թուրքերի միջև, որոշ դեպքերում նույնիսկ 24 են ասում, որի դեպքում կարծեմ 8 պատերազմ թուրքերն են հաղթել, 10 քանի պատերազմ ռուսներն են հաղթել, մի երկու պատերազմ էլ չգիտեմ ոչ ոքի է եղել, թե ոնց պայմանավորվել են, ոչ մեկ չի տուժել, նման դեպքեր են եղել։ Բայց բոլշևիկների գալուց հետո, այսինքն բոլշևիկներն եկան ու հենց կոնկրետ կապիտուլյացիա ենթարկված Թուրքիային փրկեցին։ Իհարկե նրանք Օսմանյան կայսրության տարածքների վրա չհաստատվեցին, բայց որ պետք է գոյություն չունենային, գոյություն ունեցան եւ սարսափելի մեծ տարածք զբաղեցնելով եւ երկու կարևորագույն ծովերի, ասենք Սև ծովի եւ Միջերկրական ծովի ափերի զգալի մասը Թուրքիայի ձեռքին է։ Սարսափելի մաս։ Ասենք մի պետություն ունենա այդ երկու ծովի զգալի մասը, դա սարսափելի առավելություն է։ Բայց տեսնում ենք Թուրքիան ոչ Ֆրանսիա է, ոչ էլ, ասենք Իտալիա է, ոչ էլ Ամերիկա է։ Հասկանում ենք, դե թուրք են, ասենք հայ չեն, որ անդադ զարգանան։ Հիմա ռուսներն ու թուրքերը բոլշևիկների գալուց հետո իրար լուրջ չեն խանգարել, չեն պատերազմել։ Հա, եղել են տարաձայնություններ, բայց քանի որ իրենք համատեղ հանցագործություն ունեն, բազմիցս ասել եմ հայոց ցեղասպանության գործում, Հայաստան պետության ոչնչացնելու գործում, նրանք միշտ համագործակցել են, որովհետև իրար դեմ դուրս գալով իրենք իրար վնասելու են։ Հիմա տեսնում ենք հերթական փուլներ, բայց Թուրքիան կարող է հաշվար գանել եւ հասկանալ, որքան էլ ռուսն իրեն փրկել է, բայց իսկապես նա ոչնչանում է։ Եվ ինքը որ մենակ մնա, իրեն կհոշոտեն։ Եվ իր պետության հիմքերը կեղծ է։ Դրա համար ինքը պետք է փորձի հաճոյանալ արևմուտքին։ Եվ տեղի ունենում ինչ որ տեղի է ունենում հիմա։ Եվ ինչ են անում ամերիկացիները։ Տեսեք, երբ որ Իրանի վրա հարձակվեցին, չնայած իմ պատկերացումներով հարցերը շատ արագ պետք է լուծվեր, բայց չի լուծվում։ Ասում են պարսիկները լուրջ պատրաստվել էին առաջի պատերազմից հետո, այն 10-12 օրվա պատերազմից հետո անցած տարվա, իրենք տակտիկապես շատ լուրջ պատրաստվել էին։ Բայց Ամերիկան դե քանի որ մի քիչ ավելի շատ ինֆորմացիայի է տիրապետում կամ դրապես մոլորագյուրա հենակետեր ունի, ինքը ավելի հեշտ է այդ խաղատախտակը տեսնում, իրեն ավելի վստահ է զգում։ Եվ հիշում եք, որ Պակիստանին Ամերիկան ասեց արի միջնորդի բանակցություններում եւ Թուրքիան վիրավորվել էր։ Նեղվել էր, ինքը առաջարկել էր ինքը լինի, բայց Թուրքիային մերժել էին, ասել էին Պակիստանը։ Ասենք այն սկզբից ես մտածում եի, ասում եմ, տեսնես, այս ինչ հաշվարկ են արել։ Հիմա հասկանում եմ, որ Պակիստանը դե մենք գիտենք, որ Չինաստանի հլու հնազանդ ծառան է, որովհետև լուրջ պարտքեր ունի, կախվածություն ունի տնտեսությունն էլ, նենց էլ շատ լուրջ կախվածություն ունի եւ Չինաստանի ցանկացած հրահանգ կարելի է այդպես ձևակերպել, Պակիստանը կաներ։ Եվ իսկ քանի որ Չինաստանը ուղիղ հակամարտության մեջ չի ուզում մտնել,
այս բանը ամերիկա-պարսկական խաղի մեջ ինքը կարող էր, ասենք, բրթել առաջ էլի Պակիստանին։ Իսկ Պակիստանը միջուկային տերություն է, եւ Ամերիկան այստեղ շատ կարեւոր քայլ է արել, ըստ իս։ Այս գործի քավոր կնքել է, ասենք, Պակիստանին, ոչ թե Թուրքիային։ Այսինքն հաշտեցման գործում քավոր է կնքել Պակիստանին։ Այսինքն ընդհանրապես քավոր կնքում են արժանավոր մարդուն, չէ՞, ում հարգում են, սիրում են, մեծարում են նրան։ Բայց այս դեպքում քավորը ամենավատ, ամենաանկանխատեսելի, ամենատահաճ պետությանն են կնքել քավոր, այսինքն քավոր են կնքել, որ այդ մարդու գործողությունները կանխեն։ Այսինքն միջուկային տերություն Պակիստանին հնարավորություն չեն տվել, որ ինքը հանդես գա, ասենք, ինչ-որ մեկի կողմից։ Այսինքն Չինաստանը չի կարող իրեն օգտագործել, որովհետև ինքը պետք է չեզոքություն ցուցաբերի, որովհետև ինքը միջնորդ է։ Ասեմ ավելին, չնայած այս պատերազմում, այս բանակցություններում միջնորդի դերակատարումը շատ քիչ է իրականում, որովհետև Ամերիկան ինչ ուզի, այնց է անելու, եւ կարող եմ ասել անգամ Իրանն էլ մինչև որս ցույց է տվել, որ ինքը որոշակի հաշվարկներ ունի։ Իհարկե Իրանը չի կարող Ամերիկային դիմակայել, իսկապես չի կարող, բայց ասում ենք տակտիկապես կարողանում է մինչև որս մեջքի վրա մնալ, ոտքի վրա մնալ, մեջքի վրա չի ընկնում։ Եվ չնայած Իրանին պարգեցնելը հեշտ է արդեն հեշտ է, շատ հեշտ է, բայց եւ Պակիստանին չեզոք պահեցին։ Մարդը ընկել է մեջքներն ստիված ոչ մի բանի չի խառնվում։ Կանք Իսրայել-Ադրբեջան հարաբերություններին հայոց ցեղասպանության հետ կապված։ Տեսեք, խոսում են բանի օկնականը, հա, Հեյդարի Լակոտի օկնականը, նամակ է գրել, թե հեռախոսազանգ է արել բանի այնտեղ Նեթանյայի տեղակալին, թե օկնականին, ու իրենք պայմանավորել են, որ հայոց ցեղասպանության հարցը կասեցնեն կամ չգիտեմ ես ինչ, ու այդ process-ը դրա համար էլ կանգնել է։ Այսպես են ասում։ Ես ճիշտ ասած խիստ կասկածում եմ, կարող է զանգ կապ եղել է եւ չի բացառվում կլիներ, բայց սա չի պատճառը, որ կասեցվել է, ոչ թե չեղարկվել, այլ կասեցվել է։ Իսրայելն իր հաշվարկներն ունի։ Նա հենց այնպես չէր վերցնի ու գիտեր, որ Ադրբեջանը սկի Արցախ բառի համար Հայաստանում ասել է Նիկոլին, ով որ կխոսի հերներն անիծի, էլ ուր մնաց ցեղասպանությունից։ Այսինքն դա Ադրբեջանին լուրջ հարված է հայոց ցեղասպանությունը։ Իսրայելը շատ լավ գիտեր, բայց ինքը այդ քայլը արեց ինչի համար, որ Ադրբեջանը իրեն դիմի։ Գիտեք ինչու։ Որովհետև պատրաստվում են Իրանի տարածք մտնել, հարձակվել Իրանի վրա։ Բանը դրան է գնում։ Այսինքն այդ հաշվարկն արդեն տեսել էին Իսրայելում եւ Ադրբեջանի տարածքը օգտագործվելու է։ Այ ինքը միացած ցեղասպանության հարցը դնում է, կառավարության մակարդակով ընդունում է, այնտեղից խնդրում են, այստեղ կանգնեցնում է, մի կասի ես արեցի իմ քայլը, հիմա պետք է քո տարածքից մտնես Պարսկաստան։ Սա տեսեք ասում ենք, չէ, Իսրայելը իր օգտի համար արել, այո։ Ես այդպես եմ ենթադրում։ Սա ճիշտ ասած իմ տեսակետն է, որ հայոց ցեղասպանության հարցը շահարկելն ու մի պահ կանգնեցնելը, չնայած դա կոչվում է պետության կողմից ընդունել, որովհետև կառավարությունը միազնյա է դա ճանաչել, իսկ պետությունը ղեկավարում է կառավարությունը, նշանակում որ պետությունը ճանաչել է։ Հիմա, եթե Ադրբեջանի խնդրանքով կասեցվել է, նշանակում է Ադրբեջանը մեծ պարտքի տակ մնաց Իսրայելին, իսկ այդ պարտքը ինքը ջարդելու է Ադրբեջանի գլխին Պարսկաստանի տարածք մտնելու համար։ Իսկ ինչու են Պարսկաստանի թշնամիների թիվն ավելացնում։ Պարսկաստանի հրթիռներն անսահմանափակ չեն։ Տեսեք, պատերազմի ընթացքում Պարսկաստանը եթե մենակ Իսրայելին հարված էր, մենակ Իսրայելին, հավատացեք Իսրայել գոյություն չէր ունեն այսօր։ Չէր լինի։ Բայց ինքը ստիպված էր հարվածելու այդ Պարսից ծոցի երկրներին, որոնք Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցներն են, չէ՞, որքան հրթիռներ օգտագործվեց։ Մի հարթակ կավելացնեն, թող Ադրբեջանին էլ հարվածի։ Ինչքան շատ հրթիռ ուրիշ տեղ պայթի, այնքան քիչ հրթիռ Իսրայելում կպայթի։ Հաշվարկ է սա։ Որքան շատ մեծ, տեսեք, անգամ Իրանը Ուկրաինային է արդեն սպառնացել, որտեղ Ուկրաինան ռուսների այդ պարսկական շահերներով արդեն այդպես Ուկրաինայում լուրջ վնասներ չեն կարողանում տալ, որովհետև գտել են մի սարք, որը որսում է դրանց։ Ու արդեն Պարսից ծոցի երկրներին ինքը ուզում է այդ ապրանքից ծախի, համատեղ արդադրի, այսինքն օգնում է։ Եվ Իրանը սպառնացել է Ուկրաինային հարվածելու։
Ինչու ռուսները չեն անում։ Լնա այս 4-5 տարվա պատերազմի ընթացքում Ուկրաինան պարտվում էր, հիմա արդեն կարելի ասել չի պարտվում, չէ՞։ Որտեղ էլ առաջխոսում չկա, արդեն ռուսներն ահանջում են, արդեն հաղթարշավը սկսվել է ուկրաինացիների։ Մարդիկ սկսեցին արտադրել այդ դրոնների դեմ պայքարող սարք, իսկ ռուսները չնստեցին եւ չարտադրեցին ուկրաինական ԱՏՍ-ների դեմն առնող սարք։ Չարեցին, բարդ նստել են, այնտեղ իրենք խփում են, հետո տեսնում են, որ այս նավթամշակման գործանը պայթեց, M1-ը պայթեց, նստած ուղղակի նայում են, հետևում են։ Բան չեն անում, մադներին չեն տալի։ Իսկ Ուկրաինան պատերազմի հետ զուգահեռ ուղիղ աշխատացրեց եւ ստացավ համապատասխան տեխնիկա։ Ուզում եմ ասեմ, Պարսկաստանը անգամ Ուկրաինային է սպառնացել։ Իսկ պարսկական հրթիռները որքան ավելի շատ տարածքների վրա ընկնեն, այնքան ավելի քիչ կընկնեն Իսրայելի վրա։ Էլ եմ ասում, եթե հանկարծ այդ հրթիռները բոլորը գնային Իսրայել, իսկապես Իսրայել պետություն չէր կարող լինել։ Եվ ասեմ, հիմա էլ է վտանգված Իսրայելի ճակատագիրը։ Կարող է բանը բանից անցնի, Իսրայել պետություն գոյություն չունենա։ Չզարմանաք, որ հանգարց կարող է որ շատ բանը բանից անցնի Պարսկաստանն էլ։ Եթե պետք է Ռուսաստանը այդպեսին չլինի, նրանք ինչ են որ լինեն այսօր։ Եվ ասեմ, Հյուսային Կորեան է որփանում։ Դա էլ է զգում, տեսեք, այս վիճակին նորից վազում է Ռուսաստան։ Որտեղ ինքը տեսնում է, որ Չինաստանը շատ զգուշ քաղաքականություն է վարում։ Ինչքան էլ Չինաստանը Կորեային հյուսիսային պահում է, բայց միևնույն է Չինաստանը մինչև Ամերիկայից գոնե 1% առավելություն չունենա, տնտեսապես, ռազմական, ինքը Ամերիկայից չի գնա առճակատում։ Այդ պետությունը դենց է մտածում։ Եվ Հյուսիսային Կորեան անգամ հույս չի դնում Չինաստանի վրա։ Այսինքն դնում է, բայց ոչ դենց լուրջ։ Նորից վազում է սատկող Ռուսաստանի մոտ, որովհետև եթե Ռուսաստան չլինի, կարող է Հյուսիսային Կորեա էլ չլինի։ Իսկապես կարող է չլինի։ Այսպիսի բաներ են տեղի ունենում աշխարհում։ Այնպիսի պետություններ կարող են վերանալ, անգամ միջուկային տերություններ, որ Նիկոլի ասած խաղաղությունը մուլտիկ է ուղղակի էլի, դրա խելքին ընկնողներն էլ մուլտ հերոսներ։ Մեզ ազգային իշխանություն է պետք, որ այս թոհուբոհի մեջ ազգին տանի ճիշտ ուղղությամբ, չտանի կապի թուրքերին կամ ազերիներին։ Խոյեմ եղեք։